Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբևէ զգացել եք, որ ձեր ներսում կարծես երկու մարդ է ապրում։ Մեկը ցանկանում է աղոթել, սիրել, ներել, սրբությամբ ապրել, մյուսը ձգտում է դեպի բարկություն, հպարտություն, վախ, մեղք։ Երբևէ մտածել եք, ինչու եմ ես այսքան պայքարում, ինչու չեմ կարողանում դառնալ այն մարդը, ինչպիսին ուզում եմ լինել։ Աստված հոգնել է ինձնից։ Պողոս առաքյալը հենց նոր Հռոմեացիների 7-րդ գլխում նկարագրում է իր ներքին պատերազմը, նա նույնիսկ բացականչեց. թշվառ մարդ եմ ես, ով կազատի ինձ, բայց հանկարծ ամեն ինչ փոխվում է։ 7-րդ գլուխը ավարտվում է հառաչանքով, իսկ 8-րդ գլուխը սկսում է հաղթանակի շեփերով։ Արդ այժմ ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, որոնք Քրիստոս Հիսուսի մեջ են։ Սա Աստվածաշնչի ամենահզոր խոսքերից մեկն է։ Բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին։ Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են, որովհետև հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից, քանի որ այն, ինչ անհնար էր օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց, առաքեց իր որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ հոգու։ Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևոր խորհելը կյանք և խաղաղություն։ Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։ Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու։ Եթե Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ, ապա եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նրան չի պատկանում։ Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կյանք է տալիս արդարության համար։ Եթե ձեր մեջ բնակվում է նրա հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, առաքյալն ասում է, ոչ մի դատապարտություն չկա, ուշադրություն դարձրեք։ Առաքյալը չի ասում քիչ դատապարտություն կա, չի ասում երբեմն դատապարտություն կա, նա ասում է ոչ մի դատապարտություն չկա։ Ինչ է սա նշանակում։ Շատ հավատացյալներ ապրում են մշտական մեղադրանքի տակ։ Նրանք հիշում են իրենց անցյալը, հիշում են իրենց սխալները, հիշում են իրենց անկումները և մտածում են Աստված ինձ չի կարող սիրել, բայց Ավետարանը հայտարարում է. եթե ապաշխարությամբ Քրիստոսի մեջ ես, ապա Աստված քեզ տեսնում է ոչ թե քո անցյալի, այլ Քրիստոսի արդարության միջոցով։ Սուրբ Հովվան Ոսկեբերանն ասում է, Պողոսը չի ասում, որ հավատացյալը երբեք չի պայքարում, այլ որ նա այլևս չի դատապարտվում։ Սա մեծ տարբերություն է։ Պայքարը կարող է լինել, բայց դատավրջինն արդեն փոխվել է։ Եվ սատանան հիշեցնում է անցյալդ, դու հիշեցու նրան Քրիստոսի խաչը։ Կյանքի հոգու օրենքը ազատեց ինձ, ասում է առաքյալը։ Պողոսը խոսում է երկու օրենքների մասին։ Առաջին մեղքի և մահվան օրենք, երկրորդ կյանքի հոգու օրենք։ Օրինակ, եթե օդում գցես քար, այն կընկնի ներքև։ Ինչու՞։ Ծանրության օրենքի պատճառով։ Բայց ինքնաթիռը հաղթահարում է այդ օրենքը մեկ այլ ուժեղ օրենքով։ Նույն կերպ մեղքը մեզ քաշում է ներքև, բայց Սուրբ Հոգին մեզ բարձրացնում է։ Այսօր մարդիկ փորձում են փոխվել միայն մոտիվացիայով, մի քանի օր հաջողվում է, հետո վերադառնում են հին կյանքին։ Ինչու՞։ Որովհետև միայն մարդկային կամքը բավարար չէ, անհրաժեշտ է Սուրբ Հոգու զորությունը։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. Աստված չի պատվիրում անհնարինը, նա տալիս է նաև այն շնորհը,
որով կարող ենք կատարել իր կամքը, մարմնի մտածելակերպ, մարմինի խորհուրդը մահ է, արձանագրում է առաքյալը։ Պողոսը ներկայացնում է երկու մտածելակերպ։ Սա կյանք է, որտեղ կենտրոնում ես եմ, իմ ցանկությունները, իմ հաճույքները, իմ փառքը, իմ կամքը։ Հոգու մտածելակերպ։ Սա կյանք է, որտեղ կենտրոնում Աստված է։ Մեր ժամանակների մշակույթը անընդհատ ասում է. լսիր սրտիդ, արա այն, ինչ ուզում ես, դու ինքդ որոշիր ճշմարտությունը, բայց Պողոսը զգուշացնում է. եթե կյանքը կառուցված է միայն սեփական ցանկությունների վրա, վերջը դատարկություն է։ Ամեն օր հարցրու քեզ, այս որոշումը մարմնից է գալիս, թե հոգուց։ Հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն է։ Ուշադրություն դարձրեք։ Առաքյալը չի ասում միայն կյանք, նա ավելացնում է խաղաղություն։ Ինչու է սա կարևոր։ Մեր ժամանակի մեծագույն ճգնաժամերից մեկը խաղաղության պակասն է։ Մարդիկ ունեն գումար, կրթություն, տեխնոլոգիա, բայց չունեն խաղաղություն։ Խաղաղությունը հանգամանքների բացակայությունը չէ, խաղաղությունը Աստծո ներկայությունն է հանգամանքների մեջ։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. Սուրբ Հոգին առաջին հերթին փոխում է սիրտը, հետո հանգամանքները։ Դուք մարմնի մեջ չեք, այլ հոգու։ Պողոսը հավատացյալներին հիշեցնում է նրանց ինքնությունը։ Սա շատ կարևոր է։ Սատանան հաճախ փորձում է մեզ սահմանել մեր անցյալով, Աստված սահմանում է մեզ մեր նոր ծնունդով։ Օրինակ, եթե արքայազնը մոռանա, որ արքայազն է, կսկսի ապրել աղքատի պես։ Շատ քրիստոնյաներ նույն սխալն են անում։ Նրանք մոռանում են, թե ովքեր են Քրիստոսի մեջ։ Ամեն օր հիշեցրու քեզ, ես միայն իմ անցյալը չեմ, ես Աստծո զավակն եմ։ Մարմինը մեռած է մեղքի պատճառով։ Պողոսը չի թաքցնում իրականությունը։ Այս աշխարհում դեռ կա տկարություն, հիվանդություն, մահ, բայց նա անմիջապես ավելացնում է հոգին կյանք է արդարության պատճառով։ Սա քրիստոնեական հույսն է։ Մահը վերջին խոսքը չունի։ Մեղքը վերջին խոսքը չունի։ Խավարը վերջին խոսքը չունի։ Վերջին խոսքը Աստծունն է։ Նա կենդանացնելու է նաև ձեր մահկանացու մարմինները։ Հատվածն ավարտվում է հարության հույսով։ Ինչ է սա նշանակում։ Նույն Աստվածը, որ հարություն տվեց Քրիստոսին, գործում է նաև մեր մեջ։ Սուրբ Աթանասն ասում է. Քրիստոսի հարությունը ոչ միայն անցյալի իրադարձություն է, այլ նաև ներկա ուժ հավատացյալի կյանքում։ Գուցե այսօր ինչ-որ բան մեռած է թվում քո կյանքում։ Հույսը, ուրախությունը, հավատը, ծառայությունը, բայց հարության Աստվածը դեռ գործում է։ Կյանքում մի շարք կարևոր քայլեր է մեզ սովորեցնում այսօրվա ավետարանական հատվածը։ Դադարել ապրել դատապարտության զգացումով։ Ամեն օր հիշիր, որ Քրիստոսի մեջ նոր կյանք ունես, ավելի շատ ժամանակ անցկացրու աղոթքի մեջ։ Սնուցիր միտքդ Աստծո խոսքով։ Մարմնի ցանկությունները մի դարձրու քո առաջնորդը։ Հիշիր, որ Սուրբ Հոգին ապրում է քո մեջ։ Երբ հուսահատվես, հիշիր հարության զորությունը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Հռոմեացիների նամակի 7-րդ գլուխը ավարտվում է մի մարդու ճիչով, ով կազատի ինձ, բայց 8-րդ գլուխը սկսվում է Աստծո պատասխանից, ոչ մի դատապարտություն չկա։ Սա է ավետարանի գեղեցկությունը։ Աստված չի ասում փոխվիր, հետո կսիրեմ քեզ։ Նա ասում է ես սիրում եմ քեզ եւ այդ սիրով կփոխեմ քեզ։ Այսօր, եթե պայքարում ես, եթե հոգնել ես, եթե թվում է, թե առաջ չես գնում, հիշիր, քո հույսը, քո ուժը չէ, քո հույսը Սուրբ Հոգին է։ Քո հույսը Քրիստոսի հաղթանակն է եւ այն նույն Հոգին, որ հարություն տվեց Հիսուսին, աշխատում է նաեւ քո մեջ։ Ուրեմն մի հանձնվիր։ Մի ապրիր դատապարտության մեջ, մի ապրիր վախի մեջ, ապրիր այն հաղթանակի մեջ, որն արդեն նվաճել է Քրիստոսը։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, ուղարկել այն Instagram-ի, Facebook-ի, YouTube-ի
WhatsApp-ի, Telegram-ի միջոցով ձեր ընկերներին, բարեկամներին, քրիստոնյաներին նրանց ևս հաղորդակից դարձրեք օրվա սուբգրային հատվածի ընթերցանությանը եւ բացատրությանը եւ այս կարևոր աստվածային պատգամներին։